Մենք այս փուլում տեսեք, ասում ենք կրթության վճարի համար մինչև 100,000 դրամ վերադարձնում ենք, անկախ նրանից մարդը միլիոնատեր է, թե ապրում է ամսական 200,000 դրամ եկամտով։ Բայց հիմա մենք դա ստիպված ենք անում, հիմա այս առաջին փուլից հետո արդեն մենք կտեսնենք հստակ, հասցեական, կկարողանանք տարբերակել միլիոնատերերին ոչ միլիոնատերերից, հիմա չնայած կարող ասեն ինչի չգիտեք, միլիոնատեր են թե չէ։ Շատ կարևոր է տարբերակել, իմանալը համակարգի միջոցով, իմանալը վերլուծական գործիքների միջոցով եւ տեսնելը հարաբերությունները եւ գործառնությունները եւ այդպես շարունակ։ Հիմա հաջորդ փուլում ընդ որում դա քաղաքական ընտրության հարց է, մենք կարող է արդեն այդ վերաբաշխումը, այդ թվում սոցիալական արդարությունը կամ սոցիալական ճիշտ խթաններ ներդնելու մասով կարող ենք այն ամենաապահովված խավի սոցիալական կրեդիտ օրինակ 100,000 դրամից դարձնել 90,000 դրամ, այն մյուս խավի սոցիալական կրեդիտը 100-ից դարձնել 110,000 դրամ եւ այս կարգի գործիքներ մենք կունենանք կիրառելու համար։ Էլի եմ ասում, դա քաղաքական ընտրության հարց է, որովհետև մենք ամբողջական պատկերը պետք է ունենանք, մեծ տվյալները պետք է վերլուծենք, պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Ի վերջո, էդ էլ ասենք, որ մենք սոցիալական ցանցով մամուլի հրապարակումով հնարավոր չէ այդ վերլուծությունը անել։ Մենք պետք է այս մեծ տվյալի վերլուծությամբ հասկանանք մեր մոտ բարեկեցության բաշխվածությունը, երբ որ մենք իմանանք, արդեն կարող ենք ավելի սկզբունքային եւ թիրախային եւ անհատական եւ սոցիալական խմբերի մակարդակով որոշումներ կայացնել առողջապահության, կրթության, հետագայում նաեւ գուցե այս նոր համակարգը կներդնենք նաեւ բնակարանային ապահովման հարցում, որովհետև հիմա Երևանից եկամտային հարկի վերադարձի համակարգը դուրս եկավ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն սա ահռելի հնարավորություններ է տալու մեզ, ահռելի հնարավորություններ եւ անհատական, եւ պետական, եւ հանրային մակարդակով։